Ինչ անենք, հետ բաց ու ճանապարհ չկա, պիտի ապրենք։ Տղային ու թոռանն է կորցրել Արցախում այս կինը։ Հիմա ապրում է Հրազդանում, փորձում ծայրը ծայրին հասցնել։ Ես եմ հարցուս երկու աղջիկ երեխա։ Ռուսական մարդասիրական առաքելությունն ու Եվրասիա հասարակական կազմակերպությունն այս անգամ Հրազդանի արցախցիներին են այցելել։ Մենք ունիվերսալ փաթեթներ ենք տալիս, որոնց մեջ սնունդ ու հիգիենայի պարագաներ են։ Բացի այդ, մենք մանկական սննդի փաթեթներ ենք տալիս այն ընտանիքներին, որոնք 3 տարեկանը չլրացած երեխա ունեն։ Առավել խոցելի ընտանիքներին սնունդ եւ հիգիենայի պարագաներ, տնտեսական ապրանքներ են տալիս տոպրակներով։ Մարդկանց խոսքով, հատկապես նոր տարվա շեմին օգնությունը տեղին է։ Ես արդեն պիտի մի 3 օր աշխատեմ, որ ես օգնությանը համապատասխան մեր տան այս կարիքը հոգամ։ Այս պահին ցանկացած օգնություն էլ ինձ թվում է բոլորին պետք է, մանավանդ այդ աջակցություններից, որ արդեն հիմնական ով որ սերտիֆիկատով բնակարան է ձեռք բերում, արդեն ձեռքում է աջակցություններից, ու մանավանդ են ընտանիքները, որտեղ երեխաները շատ են, որտեղ ասենք մանավանդ Հրազդանի պայմաններում մի քիչ աշխատանքի պահն է դժվար, որ աշխատանք չի լինում, ցանկացած օգնություն էլ պետք է լինում։ Օգնություն տրամադրում են արցախցի առաջին կարգի հաշմանդամներին, 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, 2020-ի եւ 23-ի Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, Հայկազովի բենզինի պահեստի պայթյունից տուժածների ընտանիքներին եւ միայնակ թոշակառուներին։ Բացի այդ 5 խմբերից նաև բացառությունների կարգով նույնպես դիտարկում ենք շատ խոցելի ընտանիքների, ծանր սոցիալական կարգավիճակում գտնվող ընտանիքներին, փորձում ենք նրանց նույնպես աջակցել։ Կազմակերպությունները այս տարվա հուլիսից ավելի քան 5000 ընտանիքի արդեն տրամադրել են օգնություն Հայաստանի տարբեր մարզերում։ 2026-ին էլ են շարունակելու ծրագիրը Հայաստանի հարավային շրջաներում, Վայոց ձորում եւ Սյունիքում, վերջում կվերադառնան մայրաքաղաք։ Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։